Ես խորապես համոզված եմ, որ այդ դիվերսիֆիկացիա կամ դիվերսիֆիկացման քաղաքականությունը ըստ էության դա կեղծ նարատիվ է։ Գիտեք, որ երկրները կարող են դիվերսիֆիկացնել իրենց, նրանք ովքեր որ ունեն այնպիսի հզոր պոտենցիալ, իրանք ինքնաբավ են, իրանց ուրեմն ռեսուրսները ռազմական, քաղաքական, տեսական այնպիսին են, որ նրանք կարող են համաշխարհային ուժային կենտրոնների հետ խոսել հավասարի հետ կամ ստիպել նրանց պաշտպանել իրենց շահերը։ Փոքր պետությունները որպես կանոն ամբողջ մի քանի հազարամյա պատմության մեջ միշտ իրենց ապագան, իրենց ուրեմն կենսակերպ, իրենց գոյությունը կերտել են առավել մեծ քաղաքական կազմավորումների հետ ունեցած հարաբերություններում։ Եվ Հայաստանի նման պետությունը փոքր, որը որ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունի, այդպես համարձակ խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, դա կեղծ նարատիվ է։ Դրա էությունը հիմնականում կապերի խզումն է Ռուսաստանից։ Կապերի խզումը Ռուսաստանից հնարավոր է, բայց այստեղ գալիս է երկրորդ հարցը, դա ինչ կնստի մեզ վրա։ Պատկերացրեք, Հայաստանի ուրեմն տնտեսությունը արդեն մոտ 3 դար շարունակ կապված է, սկսած 10-րդ դարի սկզբներից, չէ, մի փոքր շատ ասեցի, 2.5 դար կապված է Ռուսաստանի հետ։ Սկզբում ռուսական կայսրություն, հետո խորհրդային միություն, հիմա Եվրասիական տնտեսական միություն, եւ այստեղ այնքան խորը ինտեգրացիոն ուրեմն process-ներ կան բոլոր առումներով, որ այդ բոլորը կտրել նշանակում է Հայաստանը տանել այդպիսի մի հերթական տնտեսական քաոսի եւ աղետի, ինչպես որ մենք տեսանք դա տեղի ունեցավ 90-ական թվականներին։ Հիմա դիվերսիֆիկացիայի դրոշով մեր ժողովրդին, մեր երկիրը տանել դեպի հերթական ուրեմն աղետների եւ դժվարությունների դա կլինի ամենաանմտածված քայլը։